Ինը ուժերից ում գաղափարներն են առավել մոտիկ Սերոկյանին, այսպիսի հարց չեց։ Իսկապես նաև սեզի է դա կրկիր չի այդ հարցումը մեզի դալ։ Դուք մեր պատասխանին պետք չունիք, որովհետև մեր մտածելակերպը, թե ով է ճիշտը ձեր Հայաստանի համար, մեզի չի պատկանել։ Դուք ես ձեզ հարցնեմ, դուք կարծեք որ մեկը Թրամփի մտմանի, որ մեկ Հիլարիի մտմանի։ Ես արդում եմ Ամերիկայի ժողովի որոշումը, Չէ, մենք կանադացի ենք, մենք ոչ Բերլին մերն է, ոչ Թրամփը մերն է, ոչ Քլինտոնը մերն է, բայց ես մենք բարան պատասխանեմ, լրջորեն, որովհետև հետաքրքիր է ասացում, չեմ գիտեք ինչու միշտ կվերադառնա դարբեր ձևավորումներով նույնացում է, ինչու կփափակիկ մեր գաղափարը այս նյութի շուրջ։ Ես ձեզ օրինակ ունեմ Կանադայի բարակային։ Մենք Կանադայի մեջ ունենք շատ բուսակցություններ, վերջի վերջո մեկ բուսակցություն երկար շրջանի conservative government-ը մնաց Սթիվեն Հարփերի միջոցով երկար ժամանակամիջոցի։ Բոլորս կգանին եւ չգրցանք փոխել։ Մինչև այդ բանը, որ Ջորջ Ալեքս ոչեց որ հադրակ որ չունի նավակույն ուրիշ բարբերակը, պիտի տանք ցայնը երիտասարդիմը, որ իսկապես ոչ փորձառություն ունի, ոչ փաստած է ինձ իր հայրը եղած է քաղաքական մարդ, մեծ մարդ, բայց ինքը օր մտակավի մեզ հնարավորություն չէր տված, որ մտածեինք, որ ինքնան մեր երկիրը մեծ երկիրը բարել։ Վերջի վերջո մենք որոշեցինք, որ եթե իսկապես փոփոխություն ուզենք եւ երկու ասպարբերակները կան, պիտի որոշենք ինչ ձևով պիտի այդ փոփոխությունը մեջտեղ բերել եւ մեծ թիվով Կանադան որոշեց դարբեր ժողովուրդներով, որ Ջասթին Թրուդոն, որ այսօր բոլորը ծանոթ եք սելֆիներու նախագահը, ընդհանրապես, որ ինքը Ջասթին Թրուդոն մի դառնա մեր երկրի վարիչը։ Ուրեմն ձեզի պատասխանեմ, մեզի համար կարևոր չէ ձեր 7 կամ 9 դարբեր ուսակցություններու մասնատաշինքները եւ այլն։ Մենք ձեզի իսկապես ոչ թե միան իրավունք չունենք, այդ հնարավորությունն չունենք դալու մեր գաղափարը։ Դուք եք մեզի ասեք ինչպես կգարձեք մի փոքր փոփոխություն այս կամ այն, բայց մեկ բան ասեմ, իշխանությունը երկրի մեջ պետք է փոխվի, այո, եւ դուք պետք է փոխվի։ Այս շարունակությունը մտածի, բայց ուզում բանը գնել եւ տանկյանել։ Չէ, ուրիշ բան։ Իշխանությունները հիմա նոր վարչապետի գլխավորությամբ համոզում են ժողովրդին, որ նրանք կփոխվեն Հայաստանը։ Դուք հավատում եք դրան, եւ ինչպես է վերաբերվում նոր վարչապետի անձին։ Ծանոթ եք դեպի շփվել։ I think, it's hard to tell. It's been a short period of time. We have a new prime minister, but there are things that are that government resources shouldn't be used for voting purposes, right? Government assets shouldn't be used, but there are cases where they have been used. There's, are people going to jail for it? Where is the enforcement? There's many things. I think it looks like now. Բավականին դժվար է պատասխանել, քանի որ շատ կարճ ժամանակ է որ մենք նոր վարչապետ ունենք, բայց ամեն ինչ փաստացի կարելի է նայել, հարցի կարելի է փաստի կողմից նայել, որ օրինակ վերջերս նոր վարչապետի հայտարարություններից ասել է, որ կառավարական բյուջեն եւ վարչական ռեսուրսը չպիտի օգտագործվի քվեների ընդհանրապես ընտրությունների համար, ընտրական գործընթացի համար։ Բայց այնուամենայնիվ այդ քայլերն արվում են, նման գործողություններ կատարվում են, բայց մենք տեսնում ենք որևէ մեկին բանտում, որևէ մեկին պատժված այդ արարքի համար, չենք տեսնում։ Եվ նման օրինակներ բազմաթիվ են, որ կարելի է բերել։ There are certain things economically that he seems to be trying to do. I think he's trying to inspire hope in some people, but look, again, it's your choice. It's not something that we can decide for you ultimately. But the question is how much of a mandate does he have for change politically? That's the real question, and that's it.
Միևնույն ժամանակ երևում է, որ նա փորձում է որևէ փոփոխություն անել, փորձում է vocation չել, բայց այնուամենայնիվ դա ձեր որոշումն է, ձեր ընտրությունն է եւ մենք չենք այդ որոշումը ձեզ համար կայացնողները։ Այնուամենայնիվ հարցը մնում է մեկը եւ հարցն այն է, որ ինքը իրականում քանի քաղաքական ուժ որպես, քանի մարդիկ կան, ովքեր կան, քանի հոգու ունի որպես քաղաքական մարդկային ռեսուրս։ And because he's the prime minister, and and rule of law is part of the duty. I think if I can't tell you what someone else would do. I can just tell you what I would do if I was him. I would crack down immediately on rule of law. Եվ ինքը լինելով վարչապետը բնականաբար օրենքի կատարող դաշտում է գտնվում։ Եվ եթե ես չեմ կարող ասել, թե ինքը ինչ քայլեր կձեռնարկեր, բայց եթե ես լինեի իր փոխարեն, բնականաբար ես էլ օրենքի դաշտին կդիմեի եւ օրենքով կվարվեի։ Crack down on rule of law. Եվ անպայման վստահ կլինեի, որ օրենքի դաշտում է ամեն ինչ իրականանում, օրենքով է ամեն բան իրականանում։ Օրենքի Անհատարյան պանորամայի ընկերական կայքը պարթակյան կարծեմ քիչ առաջացույց, որ իշխանությունների վերաբերմունքը չգիտեք այստեղ լինելու եւ վերահսկողական այդ ֆունկցիայի վերաբերյալ, բայց կուզեի իմանալ ինչպես է կարծում հասարակության գնահատականը դեր այս քայլը եւ երկրորդ ավելի կարևոր իմանալ թե մարդիկ վիրավորված այդպես ասած չեն զայնել, եթե իրենց ֆունկցիան դիտեք դուք վերցրեցիք ձեր վերահսկողության իրենց ձայները իրենք չեն կարող ամեն մեկը իրենք Դուք դա չլինի, հա։ We don't know what from the number, we have 5,000, we've given the numbers earlier, so we have 5,000 people that have signed on between Armenia and all over the world. And we have a good number of observers that have come following our lead and following the Justice Within Armenia change.org post. Outside of that, I don't know what people's reactions are, to be honest. I don't have time to think about what people think of what I do or what we do, because we're busy doing this stuff. Առաջին հարցի պատասխան, մենք հիմա տեղեկություն ունենք, որ ավելի քան 400 հոգի գրանցվել է որպես դիժոր։ Եվ նաև տեղեկությունը կա 5000 հոգի։ Justice Armenia-ով արդեն ներգրավված են եւ մոտավորապես 300 հոգի որպես դիժորներ իրենց հետ միասին եկել են։ Մենք ժամանակ չունենք եւ ես անձամբ ժամանակ չունեմ տեսնելու թե իմ արածների նկատմամբ ինչ ռեակցիա կամ արձագանք է լինում, քանի որ մենք զբաղված ենք գործ անելով։ I have not heard of that, first of all, but I agree. I think look, we're here as a support team, as artists. We're not here to replace anyone or take anyone's initiative. We're here to back up what you want to do. Ձեր երկրորդ հարցի կապված նման խոսակցության մտահոգություն իրեն չի հասել, ինքը դեռ չի, բայց հասկանալի է, եթե նման բան անգամ լինի, նման անհանգստություն անգամ լինի։ Մենք որպես աջակից մեխանիզմ ենք այստեղ եւ այստեղ չենք որպեսզի որևէ այլ մեկի գործը կատարենք կամ ուրիշի փոխարեն ինչ-որ բան անենք։ I
Եվ վերջին մենք հարցի հնարավորություն տանք, խնդրեմ, երբ անհետև եւս մեր հարցերի դիտողության վերջնական ես կտամ եւ կապվենք համեցի։ Երկիրեյում Կարինե Հարությունյան, ուզում եմ պարոն Հակյանին հարց տալ։ Այս օրերը ընտրության օրը համընկնում է ապրիլյան պատերազմի տարեդարձի հետ։ Հնարավոր է այդ շրջանակներում միգուցե չգիտեմ, Արցախ այցելեք, իսկ եթե հիմա մտադրություն ունեք առհասարական ծրագրերում Արցախ այցելելու։ Այո, այցելելու իբրև նման մեր Justice Within Armenia խմբով Արցախ այցելելու։ Այս այցի ժամանակ։ Այս այցի ժամանակ այցելենք Արցախ բնականաբար, որովհետև հակառակ ընդդիմություններում իբրև կմասնակցի, բայց նաև մասնակցի մեր ազգային բարբերականության, Արցախը պատկանի մեր ազգային ուշադրության եւ բարբերականության եւ պատկանելիության փոխանցած մեր ինքնության նկատմամբ այցին որները այսօր ծառայեն մեր ազգին համար Արցախի սահմանների վրա դարձել անբնական մի դեր, եթե մի ամտահոգ էին Հայաստանի մեջ դերի ունեցած քաղաքացիական իրողության վրա առանց անդրադառնալու, որ այդ ծառայողները նաև մեծ քաղաքացիներ են Հայաստանի եւ նաև Արցախ ըլլալով մեր ընդհանուր Հայաստանի տարածքի մեկ երկիր մեկ կողմ։ Ձեր թույլտվությամբ հնչեցնեմ հարցը հետևյալն է, հարգելի պարոն Թանկյան, բարով եք կրկին հայրենիքում, դրական եմ վերաբերում ձեր նախաձեռնությանը։ Մի քանի անգամ տարբեր հասարակական քաղաքական գործիչներ հրապարակային ձեզ առաջարկել են դիտարկել նաև փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեն, որը շատ մեծ ներդրում կլիներ Արցախի ժողովրդավարությանը եւ կլեգիտիմացներ հնարավորություն կտալ Արցախի անկախության ճանաչմանը։ Ինչու ապատասխան թողեցիք եւ չգնացիք։ Չեք կարծում, որ գնալը ճիշտ էր։ Հարց ուղղել է Գեղամ Պետրոսյանը։ Սպասում են Արցախին։ Հարցի վերջում նշվում է, թե ինչու անպատասխան թողեցիք եւ չգնացիք Արցախ։ Չեք կարծում, որ գնալը ճիշտ է։ First of all, I wasn't aware that I was invited to Artsakh, and yeah, no, I wasn't even aware. I've gone in 2001, and I'm looking forward to going now. But with a busy life, I also can't jump to every country every month either. I wasn't aware that I was even aware. Եվ հարկի բանախոսներ կարող են պատասխանել եւս քննեցեք։ Ես դա վերջինն Քրիստինա Խաչատրյան, Հայկական ժամանակ, այն ինչ որ կատարվում է ընտրությունների ընթացքում իրականում արդյունքն է նրա ինչ որ մինչև այդ է եղել, այսինքն մինչև այդ մարդկանց մեջ չի կրթվել քաղաքացիական գիտակցություն, այդ պատճառով էլ կաշառք բաժանող են աշխատում, կաշառք են վերցնում, չեք կարծում, որ ավելի շատ լավ կլիներ, եթե նաև դուք ձեր ներդրումը ունենայիք քաղաքացիական գիտակցություն զարգացնելու գործում։ Պատասխանեմ Սերժի գրնան պատասխանել, բայց ես հետաքրքրված չեմ Սերժի համերգով քաղաքացիական գիտակցություն ստեղծելու նկատմամբ, բացի եթե ինքը մանիֆեստումը մեջտեղ բերել, որ բարակայի հետաքրքրական դլար։ Ձեր ստացումը, որ Սերժի կոնցերտը քաղաքացիական գիտակցությունը ստեղծի, ես կարծում մի տարօրինակ մոդելություն է, որ Սերժը շատ կոնցերտներ բերք է դա Հայաստանի մեջ, ես ակուկայի ամեն անգամ այդպես նպատակ, բայց քաղաքացիական գիտակցության հարցով լուրջ հարց կա ըստ երևույթին եւ ուզեի ամեն օր չէ ուրեմն գնաց
ես կարծեմ, որ ապրիլ 3-ը սկսյալ շատ լուրջ քաղաքացիական գիտակցության գործ դարվելի գործ գահոս եւ թե դպրոցներու մեջ, թե համալսարաններու մեջ, թե ընտանիքներու մոտ, քյուրերում, գավառներում, քաղաքներում մեջ գործունեությունների եւ հատկապես այդ բոլոր NGO-ները Այդ կոլեկտիվները դանի մարդկային իրավունք, քաղաքացիական իրավունքներու շուրջ, գինեու իրավունքներու շուրջ, երեխաներու իրավունքներու շուրջ, լավով նաև rule of law, օրենքի այսին բարդակությունը, այս բոլոր իրավունքությունը դարբեր ձևավորումներով կարելի է, բայց պետք է դուք պահանջեք իվր ժողովուրդ, որ այդպեսի անգամ ևս խմբավորումներ դերի ունենան եւ դիտարենակ ստեղծեն միջավայր, որ այդ խոսակցությունները դերի ունենան։ Եվ մենք շատ թյուրությամբ կնանք ցեզի դիմորդի, որովհետեւ մենք ուքան կերպիրները ունենք այդ արաբերությունը, բայց այդ արաբերությունը մեզի չէ նվիրված մեկօրե մյուսը։ Մենք ենք որ ստեղծած ենք ակտիվացիան բանջը։ Ուրեմն առանց հիաստապելու, ուզեմ ես ցեզ շատ մի քանի օր առաջ Վայ Հայաստան եկակ հիաստապի, մենք չենք հիաստապի Հայաստանով, բայց թուք խնդրեմ հիաստապի ծեր հարցերով, որովհետև եթե փորձեք այդ բարդականությունը ոչ է միան վերցնել, այլ իսկապես աշխատի փոխելու, մենք պատրաստ ենք ցեզի թիվում կենալու, որտեղ ունենք մենք այդ լծակները, ունենք այդ ուժը վերելու դեպի Հայաստան մեր փորձառությունը ժողովրդավարական ճիշտ ձևով ակտիվացությունը ստեղծելու, բայց շատ ճիշտ է, ակտիվացությունը ամենակարևոր սերմն է, որ պետք է գոյություն ունենա, ապրիլ 3-ին անտին, եթե ոչ արդեն այսօր վերեք կամ 3-ն է սկսյալ։ Շատ ավորսավ ասինեն, ամենակարևորը գազագերբուվին է, civil society եւ նաեւ labor unions, հայերենով Արմենիաները գազագերբուվին զորանալը, քանի որ ժողովրդին ցայնն է կարևորը։ Եվ այդ ցայնի թափանցումը, ցայնի ուժեղացումը, որ ինչպես որ դա այս whatever is the result of these elections, that is the important thing, is the organization of civil society, labor unions, so that the people's power and strength will always be there no matter what. Անկախությունների արդյունքից կարևորագույնը քաղաքացիական ուժները պիտի առաջանան եւ արմիությունները պիտի ավելի ուժեղանան եւ հզորանան։ Շատ շնորհակալություն հարգելի բանախոսներ, այսքանով երևս ամփոփել այսօրվա ազգիսը եւ հույս ունեմ, որ ընտրություններից հետո կլինի եւս մեկ ակտիվ քննարկելու արդյունքներ ապագայի հայերով։ Շնորհակալություն։